Զգուշացեք, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը Զորավար Անդրանիկ։ Շուրջ 45 տարի առաջ 1981 թվականի մարտի 7-ը հուզառաջ եւ խորհրդանշական օր էր հայ ժողովրդի համար։ Հաղթանակած օր, որը պատմական դարձավ հայ բարձրանուն դիվանագետների շնորհիվ։ Նրանցից մեկն էր ականավոր քաղաքական գործիչ Կարեն Դեմերչյանը, որը մեծ ներդրում ունեցավ մետրոպոլիտենի ստեղծման գործում։ 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի հանդիսավոր բացումը։ Մետրոպոլիտենը պատմամշակութային կառույց է 1971 թվականի մարտի 7-ին առաջին 5 կայարանները բացվեցին մետրոպոլիտենի։ Հիմա այս մարտի 7-ին արդեն մենք նշում ենք մետրոպոլիտենի 45-ամյակը։ Մարտի 7-ին կնշենք։ Ու այսպես ասեմ, շատ լավ է, էլի մետրոպոլիտենը այսօր անվտանգ ուղևորների համար երթևեկության միջոց է։ Մենք բոլորս պետք է եւ պարտավոր է սիրենք մեր մետրոպոլիտենը, պահպանենք այդ ամենին, քանի որ մեր մշակութային կառույցներից է, սա դարերով գնալու է, անցնելու է եւ բոլորը տեսնելու են։ Ինչքան հնարավորություն ունենք, մենք պետք է արդիականացնենք, լավացնենք այդ ամեն ինչը։ 1960-ից 70-ականներին Երևանը արագ էր աճում։ Բնակչությունը մոտենում էր 1 միլիոնի։ Այդ ժամանակ ԽՍՀՄ մետրո կառուցելու թույլտվություն հիմնականում տրվում էր այն քաղաքներին, որոնց բնակչությունը գերազանցում էր 1 միլիոնը, կամ որոնք ունեին լուրջ տրանսպորտային խնդիրներ։ Հենց այդ տարիներին Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղարը Կարեն Դեմերչյանը ակտիվորեն առաջ էր տանում մետրոյի կառուցման գաղափարը, պնդելով, որ Երևանը ունի լուրջ տրանսպորտային ծանրաբեռնվածություն եւ բարդ ռելիեֆ։ Ժողովրդական շրջանառության մեջ կա պատմություն, երբ որ Մոսկվայից հանձնաժողով է գալիս ստուգելու, թե արդյոք Երևանին իսկապես մետրո է պետք։ Այդ ժամանակ Կարեն Դեմերչյանը հաղորդում է գյուղական համայնքներին, որ այդ օրը մեքենաներով գան Երևան, որպեսզի ստեղծվի արհեստական խցանում։ Ասում է, որ որոշ փողոցներում ժամանակավորապես սահմանափակվում է երթևեկությունը, ցույց տալու համար, թե իրավիճակը ծանր է։ Ռուս հանձնաժողովը հայտնվելով խցանման մեջ որոշում է կայացնում։ Պատմաբանների որոշ մասը, սակայն այն կարծիքին է, որ սա ավելի քաղաքային լեգենդ է, քան փաստագրված իրադարձություն։ Իրականում Երևանում այդ շրջանում արդեն իսկ առկա են խցանումներ արագ աճող ավտոպարկի եւ նեղ կենտրոնական փողոցների պատճառով։ Առաջին փուլի մեկնարկային հատվածը 7-6 կիլոմետր, ներառում էր 4 կայան՝ Բարեկամություն, Մարշալ Բաղրամյան, Երիտասարդական եւ Սասունցի Դավիթ։ Իսկ մի քանի ամիս ուշացումով նույն թվականի դեկտեմբերին բացվեց Լենինի հրապարակ միջանկյալ կայանը, այժմ Հանրապետության հրապարակ։ Զգուշացեք, դռները փակվում են։ Հաջորդ կայարանը Հանրապետության հրապարակ։ Իսկ վերջին տարիներին ինչ փոփոխություններ են իրականացվել մետրոպոլիտենում, Կարեն Դեմերչյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեթրակյանը թվարկում է։ Այս պահին արդեն ներդրումային ծրագրերը մեր մոտ շատ են, ասենք սկսված պահեստամասերի անվազույգերի, որևէ պահեստամասերի խնդիր չունեն, կառավարության կողմից ֆինանսավորումով կատարվել է բոլոր տիպի աշխատանքները։ Մեծ պահեստամասերի զապասներ ունենք, որոնք որ ասենք այսօր աշխատում ենք մոտավորապես 8 կիլոմետրի չափ ռելսների փոխարինում կատարվել, փայտակոճերի փոխարինում կատարվել, ասեմ ձեզ նաև հզոր օդափոխիչների փոխարինում կատարվել, ասեմ այդ հզոր օդափոխիչների փոխարինումը առավելությունը ինչ ուներ, խոնավության վերացումն է, այսինքն կայարանից խոնավությունը վերացավ, խոնավությունը որ կար, բոլոր են մետաղական իրեր արդեն ոնց որ ասած ժանգոտում էին, պտում էին, շարքից դուրս են գալիս, հիմա արդեն խոնավությունը ավելի նորմալ է, ավելի քչացել է շնորհիվ հզոր օդափոխիչների։ Ասեմ ձեզ, նաև մենք սկսենք այս կայարանից աշխատանքներ կատարվել, մեզ մոտ շարժասանդուղքների արդիականացման աշխատանքներ եւ տեսնում եք փոխարինման աշխատանքները կատարվել է, լրիվ փոխարինվել է նորերով։ Ասեմ ձեզ, նաև փոխարինել են եւս 3 կայարան, Զորավար Անդրանիկ կայարանի շարժասանդուղքներն է հիմնավոր փոխարինվել, Գործարանային կայարան եւ Սասունցի Դավիթ կայարան։ Եվ ասեմ ձեզ, որ այդ շարժասանդուղքների փոխարինում մենք կատարել ենք առանց կայարանների փակելու։ Մետրոպոլիտենի կայարանները 10 են։ 1996 թվականից ի վեր նորերը չեն կառուցվել։ Ինչ նոր աշխատանքներ են նախատեսված մետրոպոլիտենում, հատկապես նոր կայարանների կառուցման համատեքստում։ Սեթրակյանը մանրամասնում է։ Այսպես ասեմ, մենք ունենք 2 կայարանների նախատեսում ենք 2 կայարանների արդեն նախագծման աշխատանքները վերջացել է Սուրմալու կայարանը եւ Աչարնակ կայարանի
կառուցման աշխատանքներ պետք է սկսվի։ Հիմա 2026 թվականին մենք արդեն 95% աշխատանքները ավարտված է, մենք պետք է արդեն վերջացնենք։ Այս 26 թվականի մեջ պետք է վերջացնենք այդ բոլոր աշխատանքները։ Իսկ ինչ խնդիրներ են արձանագրվել գնացքների հետ կապված, պաշտոնակատարը նկատում է։ 2022 թվականի օգոստոսից իմ նշանակումից հետո սեպտեմբեր ամսին մենք խնդիր ունեցանք գնացքների հետ, գնացք ռելսների մաշվածության եւ ասենք անվազուկերի մաշվածության արդյունքում գնացքը գծից դուրս էր տրվել։ Ասեմ ձեզ, դրանից հետո ես դիմեցի նորից Երևանի քաղաքապետին, կառավարություն ներդրումների հետ կապված ավելացումներ կատարվեցին, սկսեցինք փոխարինվել անվազույկերը, սկսեցինք ավելի արագ արտիականացնել գնացքների պահեստամասերի ձեռքբերում, մեծ քանակությամբ պահեստամասեր է ձեռքբերվել, ասեմ մոտ այս 3 տարվա ընթացքում այնքան պահեստամասեր է ձեռքբերվել, որը որ երևի անցած 15-20 տարում այդ տիպի, այդ մասշտաբի պահեստամասեր ձեռք չի բերվել, էլի։ Հարցին մետրոյի 45-ամյակի հետ կապված քաղաքացիներին անակնկալներ կսպասվեն, Բաբկեն Սեթրակյանն ասում է. Անակնկալներ լինում է, միշտ էլ անում ենք եւ նաեւ կուզեի շնորհավորել, որ այսօր ունենք մետրոպոլիտեն, ունենք հզոր մետրոպոլիտեն, որը որ արդեն 45 տարեկան է լինելու։